Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային։ Ըստ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ եւ բժշկական պարագաներ։ Մարդասիրական օգնությունը Սիրիային կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող մարգարանցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար, ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին, 2022-ի հուլիսին Վիեննայում հայ եւ թուրք բանագնացների 4-րդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, սակայն այդ պայմանավորվածությունն առ այսօր կյանքի չի կոչվել։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած գերիների, պատանների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները կշարունակվեն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանյան հանձնաժողովը գլխավորող ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Դուք գիտեք, ինչ հարցերի մասին է խոսքը, մանրամասնություններով չեմ բացահայտի հիմա։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են իրենք այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ընդամենը չեմ ուզում մանրամասնեմ կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում։ Չմանրամասնելով, թե հանդիպմանն ինչ հարցեր են քննարկվել, ասել են նա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին Արցախի հարցով բանաձևի ընդունման կապակցությամբ։ Հայտարարությունում նշվել է, որ այս սկզբունքային եւ ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարտկային հումանիտար արժեքներին եւ ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։ Կարևորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն հաղթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը, Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում պաշտպանելու բնորանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի եւ հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։ Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը աջակցելու եւ կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը եւ ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարություն այն իրագործելու հարցում, ասվում է հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որում մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ էին երգում։ Անձինք իրավունք ունեն իրենց հանգիստն անցկացնել, այդ դեպքով ԱԱԾ-ն հայտարարությամբ է հանդես եկել։ Խնդրում եմ չշահարկել այդ դրվագը եւ չբերել ինչ-որ միջպետական հարաբերությունների դաշտ, ասաց Սարգսյանը ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, աղմկահարույց տեսանյութը համացանցում տարածվեց հունվարի 30-ին։ Հաջորդ օրը ազգային անվտանգության ծառայությունն հայտարարեց, որ երգողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, սակայն ըստ համացանցում առկա տեղեկությունների վերջիններս իրանական ծագմամբ ադրբեջանցիներ էին։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվեց, բայց չկալանավորվեց։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Արտաքին հետախուզության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում։ Արտաքին հետախուզության ծառայությունը մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջարկա արտաքին ռիսկերը եւ հանրությանը տեղեկացնել հնարավորի եւ թույլատրելի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։
Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում եւ մենք հետևում ենք իրավիճակին։ Հայաստանը Ռուսաստանի հետ կքննարկի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ մեր պատկերացումները պարբերաբար կիսում ենք ռուս գործընկերների հետ։ Այդ երկխոսությունը շարունակվելու է ամենայն հավանականությամբ Երևանյան աշխատանքային հանդիպմամբ։ Մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Երևան շատ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Այդ քննարկումների արդյունքում պարզ կդառնա, թե համաձայնագրի որ դրույթները եւ ինչպես կարող ենք վերախմբագրել, ասել է նա։ Նրա խոսքով հայկական կողմի նպատակն այն է, որ ձևավորվի համաձայնագիր, որը կհասցեագրի առաջացած խնդիրները եւ կբացառի նախկինում խնդրահարույց համարված կոնտենտը։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ Նա հայտնել է, որ այսօր բժշկական պաշարներով եւ պարենով բեռնված բեռնատարները կանցնեն մարգարակամուրջով դեպի Սիրիա, ուղարկելու մարդասիրական օգնությունը։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար, գրել է նա։ Շամշյանքոմի փոխանցմամբ այսօր մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ-ի վարած ՎԱԶ-21-21 մակնիշի եւ 35-ամյա Արտյոմ Գ-ի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մերսեդեսը եղել է կայանված, երբ Նիվան դուրս է եկել հանդիպակաց ու բախվել նրան։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 08:20-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Մ-ի վարած Մերսեդես Ե350 մակնիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Զավենայի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Մերսեդեսն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը եւ մասամբ հայտնվել կանաչ գազոնում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։